Բարև ձեզ, Ժողովուրդ ջան, ես ձեզ ողջունում եմ այս հավաքին, իրականում չէի պլանավորել խոսալ, բայց ստիպեցին։ Այո, բայց նախագահը չի ստիպել։ Ուրեմն, սրանք խոսում են խաղաղությունից, ասում են խաղաղությունը անշրջելի է, խաղաղությունը բերել ենք, խաղաղություն կհաստատենք, ադրբեջանցիների հետ արդեն իրար հետ կհասկանանք։ Գիտեք, խաղաղություն երևի թե մեզանից շատ ոչ մեկ չի ցանկանա, մարդկանցից այստեղ կանգնած նախագահի գլխավորությամբ այս պետության հիմքերում է կանգնած եղել, ազատագրության հիմքերում է կանգնած եղել, կորցրել անկերներ, հարազատներ, ընտանիքը ռմբակոծության տակ է եղել, մենք, որ 44-օրյա պատերազմին որևէ ձևով մասնակցել ենք։ Բայց արդյոք հնարավոր է խաղաղություն, երբ մեր եղբայրները գերության մեջ են։ Դա նման է, որ որևէ ընտանիք որոշի հաշտվել մեկ այլ ընտանիքի հետ, իր զավակների սպանող ընտանիքի հետ, այն դեպքում, երբ որ այլ զավակներ այդ ընտանիքում գերության մեջ են։ Այդպիսի խաղաղություն տեսել եք, ժողովուրդ։ Ուրեմն խաղաղության համար պետք է ուժ լինի։ Իսկ թույլ մարդը Նիկոլ Փաշինյանը չի կարող ուժի, ինչքան էլ փչեն, չգիտեմ, ներկեն, ձգեն, հնարավոր չի խաղաղություն իր միջոցով հաստատվի։ Ես երկու օր մտածում եմ, թե ինչպես կարելի է ներկայացնել նախագահ Քոչարյանի կերպարը, հա։ Ի վերջո, ինչ-որ կերպարներ կան, որ մեր հանրության մոտ ավելի ճիշտ են ընկալվում։ Այստեղ ձեր շարքերում կանգնած է ավագ եղբայրս, ով բազմաթիվ դժվարություններ է տարել, ինձ ուղղված բազմաթիվ հարվածներ իր վրա վերցրել, նաև ինչ-որ պահ իր ուսումնակից ատ թողել, որ ընտանիքի խնդիրները լուծի։ Հիմա շատ են, չէ, ասում ես բառը մեկը ճիշտ ասեց, մյուսը սխալ ասեց։ Հիմա ես ավագ եղբորիցս լավ հայերեն գիտեմ, բայց երբ կարիք եմ ունենում, զանգում եմ ավագ եղբորս օգնության համար։ Ես կարծում եմ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես մեր հասարակության համար հենց այդ ավագ եղբայրն է, ում 98 թվականին զանգեցին ասցին, մենք քո կարիքը ունենք Հայաստանում։ Եվ հիմա ես կուզեմ հենց այդ կերպարի մեջ նայենք։ Հիմա ամեն մեկս այդ ավագ եղբոր, հենարանի, աջակցի կարիքը ունենք։ Եղբոր ում ամենադժվար պահերին գուցե զանգենք, կարող է շաբաթներով չխոսենք, կարող է շաբաթներով չհանդիպենք, հա։ Այս համապատրաստի ելույթս կարծում եմ սրանով պիտի ավարտեմ, որ մենք որպես հասարակություն այս դժվարության մեջ հայտնված մենք ունենք նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեր հասարակության համար ավագ եղբոր կարիքը եւ մենք համաձայն ենք, դիմում ենք իրան եւ ասում ենք ավագ եղբայր, մենք քո օգնության կարիքն ունենք։ Միասին